Ժողովուրդ օրաթ հերթը գրում է, որ նախընտրական շրջանում դատարանները, հատկապես կալանքի հարցեր քննող դատավորները աշխատել են գերծանրաբեռնված պայմաններում։ Ընտրական գործընթացին առնչվող բազմաթիվ կալանքի միջնորդությունների պատճառով որոշ դատավորներ գիշերել են աշխատասենյակներում, իսկ նախապես նշանակված նիստերը հաճախ հետաձգվել են։ Դատախազության տվյալներով փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ստացվել է 425 հաղորդում ընտրական հնարավոր խախտումների վերաբերյալ, որոնցից 186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս վիճակագրությունը արտացոլում է վերջին ամիսներին դատարանների ծանրաբեռնվածությունը։ Հրապարակի տեղեկություններով ընտրություններից հետո իշխանության համար առանցքային է եղել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհայտնվի խորհրդարանում, քանի որ այդ դեպքում քաղաքացիական պայմանագիրը կարող է ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Թերթի աղբյուրների պնդմամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն նրան առաջարկվել է դառնալ Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը։ Ըստ հրապարակման Ծառուկյանը մերժել է առաջարկը, ինչից հետո հայտարարվել է, որ ԲՀԿ-ն շեմը չի հաղթահարել։ Ավելի ուշ ԲՀԿ խոսնակ Իվետ Ատոնոյանը ակնարկել է տարատեսակ թվաբանական աճպարարությունների մասին։ Հրապարակ թերթը գրում է. դեռևս անցած ուրբաթ օրը մեծ տեղեկություններ հասան, որ ոստիկանության նորաստեղծ գվարդիային համար մեկ պատրաստություն է հայտարարվել։ Ասվել է, որ հարկ եղած դեպքում պետք է փակել մարզերից Երևան մտնող ճանապարհները, թույլ չտալ, որ մարդիկ գան մայրաքաղաք։ Ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրել է իր սև գործը եւ կանխատեսել, որ ընդդիմությունը իր էլեկտորատին փողոցային պայքարի կկանչի, տեսնելով ընտրակեղծիքները։ Սակայն երեկ մինչև երեկո ընդդիմադիրները քննարկումների մեջ էին եւ անգամ խուսափում էին գնահատականներ տալ ընտրությունների մասին, գոնե հայտարարել, որ չեն ճանաչում դրանց արդյունքները։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը ուրախությամբ են ընդունել նաև ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները եւ գործարար խավը, քանի որ նրանց կարծիքով Նիկոլ Փաշինյանը դրանով հնարավորություն է ստանում իրեն Ռուսաստանի դեմ քայլերի մղող Արևմուտքի առջև մանևրելու, նրա պարտադրանքին չենթարկվելու եւ կարող է առաջիկայում էլ ժամանակ ձգել եւ Ռուսաստանի դեմ ակտիվ գործողությունների չգնալ։ Ասենք ԵԱՏՄ-ից դուրս չգալ, 102-րդ ռազմաբազայից չհրաժարվել եւ այլն, ինչի մասին երեկ ի դեպ ակնարկներ կային եվրոպացիների շնորհավորական ուղերձներում, որոնք իրենց համարում են Փաշինյանի այս հաղթանակի լիիրավ փայատեր եւ փորձելու են ավելի կոշտ քայլերի դրդել նրան Ռուսաստանի դեմ։ Հրապարակ թերթը գրում է, որ ԱԺ ընտրություններում 2%-ից ավել ձայն հավաքած կուսակցությունները նույնիսկ եթե խորհրդարան չեն անցել, առաջիկա 5 տարիներին պետական ֆինանսավորում կստանան։ Ըստ հրապարակման Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ստացել է 30,797 ձայն եւ տարեկան կստանա 30,8 միլիոն դրամ։ Միասնության թևերը 33,618 ձայն եւ 33,6 միլիոն դրամ, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 58,368 ձայն եւ տարեկան 58,4 միլիոն դրամ պետական աջակցություն կստանա։ Օրենքի համաձայն յուրաքանչյուր ստացած քվեի դիմաց քաղաքական ուժը տարեկան ստանում է 1000 դրամ ֆինանսավորում մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Նույն սկզբունքով պետական միջոցներ կստանան նաև խորհրդարանն անցած քաղաքական ուժերը, սակայն զգալիորեն ավելի մեծ չափերով։ Փաստորաթերթը գրում է, որ 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, եթե ընդդիմությունը համակերպվի հրապարակված արդյունքների հետ, չեն բերել սպասված կտրուկ իշխանափոխություն։ Թերթի գնահատմամբ իշխանությունը վերընտրվել է էապես պակաս լիազորություններով եւ կորցրել նախկին բացարձակությունը։ Ուստի արդյունքը ընդդիմության համար պարտություն համարելն էլ կլինի ռազմավարական սխալ։ Փաստի համոզման պայքարը լինելու է երկարատև, դիրքային եւ համակարգված, իսկ գործող վարչախումբը չի կարող գործել նախկին ագրեսիվությամբ։ Թերթը կոչ է անում խորացնել հոգեվոր մշակութային դիմադրությունը գետնի վրա եւ համախմբվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ։ Դե ինչ, այսքան ենք պատրաստել ձեզ համար, եղեք տեղեկացված։